քաղաքականուց չելավ եւ չասեց, «Էս ինչա»։ Մի հատ հələ գնանք այդ հասմիկին հələ մի հատ դեմքով կանչենք, ասենք, «Հələ մեդուս արի, պարվաբոզ»։ Մամայի ծսնեն, ինչքան զոհված կա դրանց հարազատներն ու բարեկամներն ու ազգականները։ Այն բալեքիտ ծսնի ամբողջ Հայաստանի Հանրապետության զինված ուժերը։ Նույն են կատվին, սպանողին, պիտի դրա բալեքին ծսնի սաղենվեդեն, կանգեպ, ինչքան պաժարնի կա, ծսնել վերջում պաժարնի շլանգով լվանան, այդ կատվին, սպանողի ընտանիքի բալեքին ու այդ պատի վրա բամփչած բոզի տղու բալեքին։ Անպայման։ Ոչ մեկ ձեն չհանեց։ Նորից միայն Վարդան Ղուկասյան։ Եվ Վարդան Ղուկասյանի ահու գնացինք տանը սպորնիկի ծնունդին, բերին ցույց տվին 3 օր ձերբակալին թե ինչ արին, վերջում ասին գնան ըստի տուն, ամբողջ այդ շենքը մամայի բեյնին քակի բոզի տաղա։ Իսկ որոշակի մարդիկ ասում են քրֆում է, հայոյում է։ Եղբայր, ես գտնվելով հազարավոր կիլոմետրեր հեռավորության վրա, իմ հայոյանքով աշխատանք եմ կատարում։ Մտնելով չինովնիկների տնես, բացելով դրանց տեղաշորը, ես ստիպում եմ, որ սրանք աշխատեն։ Եթե որևիցե մի քաղաքական, կուլտուրական բոզից տղա, ասում է ինքը հայոյանք է տալի, այ կողից մեկը պիտի ասի լավ, ինքը հայոյանք է տալի, իսկ դու կուլտուրական պոռնեկի ծնունդ ինչ ես անում։ Կուլտուրական քաղաքական գործի չես, Վազգենի քուր, բան, դեստեն, չելիք տեն, կուլտուրականներ, ինչ եք անում։ Ինչ եք արել, մի հատ բան ցույց տու, կուլտուրական քաղաքական ուժի բոզի տղա, որ դու ինչ-որ մի բան արել ես, ասա ես արել եմ։ Հա, տուն եմ տվել մարդկանց, խոսքի օրինակ ասել եմ, տունը վառեք թուրք ինչի հասնի տուն տամ, իմ գնացել եմ հանցագործի, մարդասպանի, բռնաբարողի, պեդոֆիլի, հետևից պատժել եմ եւ այլն, անչափահաս երեխաների փրկել եմ սեռական բռնություններից եւ այլից ինչը որ արեց Վարդան Ղուկասյանը, Մարտունա դեպքը ձեզ վառօրինակ եւ լիքը նմանատիպ դեպքեր եւ այլն, անբարոյական ծնողի ձեռից երեխա եմ վերցրել, հանձնել մանկատուն, խնամում են եւ այլն, հոգ եմ տալի որպեսի մեկ զանգով մարդուն անվճար, որը որ իրեն հասնում է վիրահատեն, շնորհակալություն բժիշկներին բոլոր դեպքերում։ Սկորին եկել ամտելա մարդուն չեն տարե հիվանդանոց մինչև չեն զանգել Վարդան Ղուկասյանը զանգելա սկորը բրիգադին ասելա ախտորոշուն ինչ ասելա ես, բա խիչ ես տանում, բա որ չընդունեն, ասել եմ տար թո եղել ա տես դեպքեր եղել։ Մարդիկ վերցրել տարել են հիվանդանոց իմացելա որ դոգի կոնտրոլի տակ է, այդ հիվանդին ընդունել են մահամերձ։ Լիքը Ասֆալտապատման հարցա, էսա, էնա, պատվար ջուլս, բոլորը, բայց էս ամեն ինչի հիման վրա է արվում։ Արվում է նենորմատիվնայա լեքսիկա դրա հիման վրա։ Որովհետև այս ազգը հասկանում է կամ պիտի գլխին 10, կամ պիտի սեռապես ծսնես։ Երկուսից մեկը, ուրիշ բան չի հասկանում։ Դեմոկրատիա, չգիտեմ, մարդու իրավունքների ազատություն, դե լավ բան է, բայց այդ մարդու իրավունքների ազատությունը չպիտի ազդի կողինի ազատության վրա։ Դու պետական չինովնիկ ես, դու աշխատավարձ ես տամ, դու գործ պիտի անես։ Մարդը հիմա այսօր որևիցե մի ագարկա կարար վեկալեր Բաքվում զոհված հերոսի, ինչ են ասում դրանց, շախիդի նկար պղծեր ու Բաքվում ապրեր։ Տնով տեղով կծսնեին, տնով տեղով։ Էլ այդ շենքում չեր կար ապրել, այդ երկրում չեր կար ապրել տվյալ մարդը, բայց այս հասարակությունը հանդուրժում է, այս հասարակությունը շարունակում է հանդուրժել, այնքան մինչև ցավն ու չորը գալը ասում է իա տունը, չի կարելի, մի դարեք այսքան հանդուրժող, պայքարեք ձեր իրավունքների համար, շարունակում ենք։ Վարդան Ղուկասյան ասում է հայոյում է էս անում են ան, բա ոչ չհայոյես։ Ոչ չհայոյես, երբ ընդամենը մի քանի վաղ հետո Սերժ Սարգսյանի եղբոր որդի Նարեկ Սարգսյանը Գոնսալես պիտի նորից դուրս գա ազատության մեջ։ Իբր թե պատժել էին։ Սաշիկը, որին որ հելը մեն հայտարարում են Սաշիկը սենց, Սաշիկն է, չէ՞, Նիկոլ Փաշինյանը քնում զարթնում էր Սաշիկ Սարգսյանի անուն-ազգանունը շուրթերին։ Ռոմեոն եւ Ջուլիետը այդքան իրար անուն չեն տվել, ինչքան Նիկոլ Բոզիս տղեն Սաշիկ Սարգսյանի անուն-ազգանունը։ Ուրա Սաշիկ Սարգսյանը Իսպանիա։ Իա համար ադխայդ Գույք էին բռնագրավում, ինչ ուր է այդ բռնագրաված գույք ուր է։
Մի հատ օրինական դատարանի վճիռ ցույց տվեք 2018 թվականից մինչև օրս, որ մի հատ գույք մեկից բռնագրավել են։ Դատախազությունը Միքայել Մերկումյանի գույքը զմատվել գալի։ Դատախազությունը էսի գույքը Հովիկ Աբրահամյանի 56 բնակարանը, Գագիկ Բեգլարյանի 54 բնակարանները, Շուշան Պետրոսյանի 26 Գրեմ, ու մեկը չի ասում, ինքեր Աննա, Ցիսկարիձեի քաց։ Չնայած կովրաչել թքի 2018 թվականից մինչև 24 թիվը քանի բնակարան էս բռնագրավ է Գագիկ Բեգլարյան, Հովիկ Աբրահամյան, Վլադիմիր Գասպարյան, Աշակ Հակոբյան, Հովանես Հովսեփյան, Դավիթ եւ այլն այդքան տպում դնում մի հատ բնակարան տակ Սաշիկի ձերից ինչ խլեցիք ինչն եք խլել ոչ մի բան 0 խնդրեմ գլուխը կախելա նստելա կարա բան ասի հիմա պատկերացեք ազգային բանը կառավարության նիստա եւ կառավարության նիստը վարմա Վարդան Ղուկասյանը Նիկոլի Սաստավնա բայց վարմա Վարդան Ղուկասյանը դեմը չեպի նստածել է դու քեզ հարց եմ տալի ոդկի լկայնի եկեղեն 2018 թվականից մինչև օրս քանի գույք եք բռնագրավ է գույք Գագիկ Խաչատրյան եւ այլն ցույց չկա բոլորը դատարաններում են այմա դրանց հերթը չհասա Այդ մերը քունած է դատավորին այդ հերթը չասա, որ վեգալի չագուջը խփի, մենք տենանք, որ ես մարդու գույքը բռնագրավով։ Այսպես ժողովրդին տել են էշի տեղ։ Էշի։ Բարիս ամենաբուն իմաստով։ 0 դատվածություն, մինչև հիմա։ Ատենց էլ մի հոգի մարդ նախկիներից է չդատված։ Նախկիները ձեր տուն ու տեղը ծծցնեն։ Ալիկանտե։ Սաշիկն գացերա, փրչոտ փորը բացերա, պարկերա։ Ալիկանտեյում Սաշիկը ծծցնի ձեզ։ Ալիկանտեյում, հանի դնի բերաններըտ, ասի Ալիկանտե արա, պովիա։ Արտարադատության նախարարն ուր այն, դլոն։ Ուրեմն կար Պետրոսյան Տիգրան, գրել եմ, դաժե գրել եմ։ Պետրոսյան Տիգրան նախկին քերական գլխավոր վարչության աշխատակից ա եղել, ես այդ ղախպին անձամբ ճանաչում եմ, բանից պարզվում է որ Պետրոսյան Տիգրան, Սրբուհի Գալյան 2023 թվականին ԱՄՆ դեսպանատանը տեսել են, ծանոթացել են եւ գլգլ չկլ Խնդրեմ, այս Սրբուհի Գալյան ես չեմ հասկանում։ Այ կնիկ դու էս ի՞նչ եք այդ կատարվում։ Ատո տենց աչուձախ բաժաներա։ Պլյուս Ոմն Հայկ Դավթյան Սպոնսոր Սրբուհի Գալյան Մե բոզի տղա Էս Հայկ Դավթյանն էլ ունի իա ազնական սեռական գաղտնիքը կա ոմն Լուսինե որ ես Հայկ Դավթյանի հետ իրար հետ քնել են հետել են ինչ են արել յանց ազնականն է բայց ես Լուսինեն սիստեմատիկաբար սպառնացել է ոմն Հայկ Դավթյանի մենք լուսանկարով բանով կտեղադրենք Այս Հայկ Դավթյանի վրա ունի կամպրամատ, լսեք, ձեզ ա վերաբերվում, սա ձեր աշխատանքն է, ես եմ անում։ Վրեն ունի կամպրամատ, երևի գլգլե է անել տվե, ինչ են ասում դրան, ռուզիկ, մասնագետ մարդ, կունելինգուս։ Գլգլե է անել տվե, նկարել արել, ինչ արել ու ասում է, որ բանա, սիստեմատիկաբար սրա ձերից բանա տանում է, փողա տանը, միլիոնավոր դոլարնի։ Մալադեց, Լուսինե, տանումա, լավանամ, մի րոպե, տրել ենք, մենք էլ տնենք, էսի ա, էսի ա, սա բանի նկարնան, Տիգրան Պետրոսյանի ով Սրբուհի Գալյանի հետ ա, պլուս սպոնսոր Հայկ Դավթյանը, պլուս Հովանես Հովսեփյան կար Սերժ Սարգսյանի վերահսկողության վարչության պետն էր, որը հիմա հետախուզման մեջ է, գտնվում է Դուբայներում, սիրելի ժողովուրդ, միլիարդ հատեր, երևի Դոդի Գագոն, այնտեղ Սամոն եւ այլն 0 են։ Կատարյալ 0 են Հովանես Հովսեփյանի դեմ, Խերժ Գագիկ Ծառուկյան։ Նիշիբրոտ։ Ու այս մարդը բացարձակապես ոչ դուրը գնացին ծեծեցին ու գույքը պիտի բռնագրավեն Սրբուհի Գալյանը։ Իսկ Սրբուհի Գալյանի նախկին ամուսինը աշխատում էր Հովանես Հովսեփյանի մոտ նաև սկեսրարը, մենք դրա մասին խոսել ենք, Ուադիտել եւ Տելախրանիցել։
Ուրեմն առել է բնակարան անտառայինի վրա եւ